կողմից։ Հիշում եք, թե ինչ աղմուկ բարձրացեց իշխանությունը եւ իշխանության արբանյակները, ԿՊԱ-ական արբանյակները, երբ որ Գյումրու ընտրված վարչապետ, իդեպ, երբ որ դուք ասում եք, որ Նիկոլը չգիտեմ ինչքան ձայն է ստացել որ թվականին, չեք մոռանում, որ Գյումրու քաղաքապետ է ընտրվել, ժողովրդի կողմից ընտրված է Վարդան Ղուկասյանը եւ Վարդան Ղուկասյանը այսօր նաեւ իր քաղաքական հայացքների համար եւ նրա համար, որ տապալել է Նիկոլին եւ ԿՊ-ին Գյումրիում, զուտ դրա համար ինքը փակված է։ Եվ նաեւ նմանատիպ Մարիամ, եւ նաեւ նմանատիպ հայտարարությունների համար, որ Վարդան Ղուկասյանը հիշում եք, որ ասեց, որ ես այո պիտի ռուսական բազաները մնան, եթե ռուսական բազաները գնան Թուրքիան այստեղից մտնել մի ժամում չգիտեմ ինչ կանեն եւ բացի դրանից, այսինքն իր դիրքորոշումը թերևս են բացառիկ գործիչներից է մեր իրականության մեջ, որ այդ իմաստով շատ հստակ է իր դիրքորոշումը արտահայտել։ Մենք շատ հաճախ չէ մեղադրում ենք, ասում ենք, տեսեք, պիտի կողմնորոշվեն, չէ, հիմա աշխարհը այսպես բաժանվում է, պիտի կողմնորոշվեն այս կամ այն կողմը, Վարդան Ղուկասյանի համար չի կողմնորոշելու հարց չկա, ինքը եւ հիմնավորել է ինչու է ասում եւ ինչու է մեզ պետք որ այդ բազաները մնան եւ ավելին ինքը խոսել է նաեւ Ռուսաստան, Բելարուս, Հայաստան այդ միութենական այդ բանի մասին եւ դրանից հետո հատկապես մեծ աղմուկ բարձրացավ ուշագրավ է որ սրա հետ կապված նաեւ հարց ուղղեցին գիտեք որ Վարդան Ղուկասյանը առողջական լուրջ խնդիրներ ունի միջև բանտել հիմա շատերը այսպես չարախնդում են ասում են հա ով որ բանտվում է ինչ որ հիվանդ է չգիտեմ էսեն մինչ այդ էլ ինքը հայտնի էր որ լուրջ խնդիրներ ունի եւ բայց եթե մարդուն պահես այդպիսի սարսափելի պայմանների մեջ բարես բուն իմաստով խոշտանգես մարդուն եւ թույլ չտաս որ բժշկական միջամտություն լինի ավելին ինքը երկար ժամանակ ընդունում է դիաբետի դեմ ինչ որ դեղամիջոց ամեն օր որ չբարձրանա հիմա իրենք տանում են այնտեղ դա չեն օգտագործում ասելով որ դա գրանցված չի ինչ որ ուրիշ բաներ են վերջ այսինքն բարես բուն իմաստով Վարդան Ղուկասյանին խոշտանգում են սա մի կողմից մյուս վերջ այս հարցը բարձրացել է այնքանով էր հետաքրքիր այս հարցը աղել Ռուսաստանի Դաշնության արտգործ նախարարին որովհետեւ ասում են որ նաև տեսակետ կա որ հենց դրա համար այս հայտարարության համար է Վարդան Ղուկասյանին փակել որ ինքը խոսում է Ռուսաստան, Բելարուս, Հայաստան այս միության մասին պատասխանել է այս հարցին ասել է Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանին քաղաքական հայացքների համար են ձերբակալել ասել է Սերգեյ Լավրովը հիշեցնելով թե Վարդան Ղուկասյանը ինչ է ասել խնդրեմ դե ես ինչքան հիշում եմ քննչական մարմինները մեկնաբանեցին այդ հարցը ասին մենք իր հայտարարություններում տեսել ենք Հայաստանի ինքնիշխանության դեմ ինչ որ Իմիջիալից հետո մեկ օր հետո նորից խոսեց Վարդան Ղուկասյան ասեց թե ինչու Եվրամիության ինտեգրելու մասին խոսում եք որևէ մեկը դրա համար չի քարկոծվում բայց երբ որ խոսում եք իմ կարծիքն է սա եմ ուզում մի անգամից այսպեսի հարցակում սկսեց եւ այո նա ինքնիշխ Հայաստանի ինքնիշխանության դեմ է պետության դեմ է եւ այլն եւ այլն Չէ նայեք ինչպես ասի այսօրվա կառավարությունը ԿՊ-ն տվել է ինքնիշխանության պաշտոնական սահմանումը կա որը ված սահմանում չի լավ է այսինքն դա ԿՊ-ն չի տվել մասնագետը նստել աշխատել է միջազգային իրավունքի երևի մասնագետ է եղել նստել աշխատել է բայց կառավարության հիմնավորման մեջ է տրված հիմա Հայաստանի մուտքը այս կամ այն միության կազմ ինքնին չի նշանակում ինքնիշխանության կորուստ բուն մտնելու փաստը ինքնիշխանության կորուստ չի կախված թե ինչ պայմաններով ես մտնում, այսինքն ինչ պարտավորություններ ես քո վրա վերցնում։ Մտնելու ինչի տակ է ստորագրում։ Հիմա միութենական պետությունը այնտեղ քաղաքական մարմիններ չկա, ընդհանուր պարլամենտ չկա, ինչ որ ընդհանուր կառավարություն չկա, որոնք ընդհանուր որոշումներ են կայացնում։ Ինքը ավելի շուտ երկու պետության միջև ավելի խորը համագործակցության ձևաչափ է։ Այո։ Այնտեղ ինչ որ որոշում կայացնող մարմիններ չկան, որ մի հատ էլ ասես ինքնիշխանության կողմ Դա հերիք չի, բայց չկա մի փաստաթուղթ միութենական պետության, որով անդամ պետությունը պարտավորվում է սեփական ինքնիշխանությունը սահմանափակել։ Այսինքն դու պետք է գերավոր պարտավորություն վերցնես սահմանափակելու։ Եթե չկա այդ սահմանափակումը, ուրեմն ինքնիշխանության կորուստել չկա։ Եվրամիությունում կա, Եվրամիության գործունեության մասին պայմանագրով նշված է, որ դու ոլորտներն են նշված, որ ոլորտներում ես դու քո ինքնիշխանությունը սահմանափակում տալիս Բրյուսելին։ Հիմա ցանկացած քննչական մարմին, երբ որ ուզում է հիմնավորել, որ այս կամ այն հայտարարությունը ինքնիշխանության դեմ է թե չէ, ինքը պետք է վերցնի կառավարության հիմնավորումը եւ ապացուցի, որ տվյալ միության կազմ մտնելիս
քո պարտավորությունները հակասում են կառավարության տված այդ ինքնիշխանության սահմանմանը։ Եվրամիության մտնելը ոչ թե հակասում է, ուղիղ գրած է, հոդվածներ կան։ Ասում է, այս ոլորտներում էքսկլյուզիվ իրավասությունը փոխանցում ես Եվրամիությանը, Բրյուսելին։ Դրանից այն կողմել ուղիղ տեքստով գրած է, որ ինքնիշխանության կորուստ է ունենում։ Ուրեմն դե այդ պարագայում հիմա ինքը ուղիղ հակասում է, ուրեմն տասնյակ մարդիկ պետք է քրեական գործերով հիմա անցնեին։ Միութենական պետությունում չկա։ Այլ հարց մեզ սպասում են այնտեղ միութենական պետություն չեն սպասում, ուզում ենք, չենք ուզում, դա բոլորովին այլ հարց է։ Դրա մասին չենք խոսում, դա չէր քննարկում ոչ միտեղ։ Բայց ինքնին մուտքը չի ինքնիշխանության կորուստ չի, որովհետև ոչ մի բան չկա փաստաթղթերում։ Նույն ԵԱՏՄ հապ կբերցրեք։ Դու կարծում եք պատահական է, որ այս հարցը հնչեց, ես նրան անդրադարձավ Լավրովը։ Չէ, պատահական չի, իհարկե։ Ինչ է Ռուսաստանին ուզում ասել եւ այս հարցը եւ նաեւ հիբրիդային պատերազմի սա կոնկրետ ինչ է, չգիտեմ։ Դե մոլդովական ուղված եւ նաեւ մոլդովական սցենարի հետ կապված սա կոնկրետ բաներ ուղված Նիկոլին այսօրվա իշխանություններին ինչի մասին է խոսքը։ Դինամիկան։ Այն որ մենք տեսնում ենք, հասկանում ենք, པարզ է, այդտեղ եսի ինչ առանձնապես ոչ խելք, ոչ էլ դիտողականությունա պետք որ հասկանան թե ինչ է Հայաստանի ներսում կատարվում։ Նման հայտարարություն ինչ է ենթադրում։ Հիբրիդային պատերազմի հետ կապված եւ նաեւ Վարդան Ղուկասյանի անունը առանձնացնելով որ իրադարձությունների դինամիկան տանում է այն կողմ որ Հայաստանում եւս շուտով սկսելու են այն նույն հակառուսական գործընթացները ավելի խորը որոնք եղել են Ուկրաինայում եւ Մոլդովայում այսինքն Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու եւ խորացնելու կողմնակիցների հանդեպ սկսելու են հետապնդումներ։ Այդպես է։ Պետք է Լավրովը չասեր, որ մենք իմանանք, դա իմիջիայլոց այսօր չի սկսել։ Արդեն 2 տարի է, հիմա շատ ավելի խորացված, ցանկացած հայտարարություն անողի նկատմամբ քրեական գործեր, ձերբակալություններ, դա ակնհայտ է, կա։ Այս հայտարարությունը ինչ էր ենթադրում կամ այս դիտարկումը ինչ էր ենթադրում։ Ինչ որ բան ենթադրում է, թե ուղղակի մեր տեսադաշտում է սա մեջը։ Մենք տեսնում ենք, դրա համար առանձնապես խելք պետք չի, ինստիտուտներ աշխատեցնելու կարիք չկա, որ ասեն։ Չէ, ոչ թե մենք Լավրովի ասածից իմացանք, որ դա կա, այլ մեզ սպասվում է այդ ոլորտում, այսինքն հայ-ռուսական հարաբերությունները վերջնականապես փչացնելու ոլորտում սրացումներ։ Հետևաբար բոլոր նրանք, ովքեր որ կողմ են արտահայտվում հայ-ռուսական հարաբերությունները եւ խորացնելու այդ հարաբերությունները դրա կողմնակիցներն են իրենց նկատմամբ ըստ ժանրի կանոնների հիմա կարող է չլինի ես չգիտեմ բայց ես ասում եմ դա པարզ է դա տեսանելի է ակնհայտ է մեր բոլորի աչքի առջև པարզ է չէ որ սրբազաններն ինչ են տանում եկեղեցու դեմ արշավ անգամ եկեղեցուն Բարսաշյան եկեղեցականներին մեղադրեցին դրա մեջ գործակալ չգիտեմ ինչ էս ամեն ինչը པարզ է չէ այնքան տեսանելի է եւ Լավրովը որ սա հայտարարում ուզում ասեմ մենք տեսնում ենք հա པարզ է որ բոլորս տեսնում ենք չէ ուզում է ասի որ եթե դուք անցնեք սահմանը եւ հայ-ռուսական այսինքն մանիպուլյացիաներ հիբրիդային բաներ գցում են Ռուսաստանի գրպանը եկեղեցին ավիրում են դե հիմա Ռուսաստան չի ասում որ անցել են այսինքն դա ինչ որ մի անցում է այդ անցնել այնպես է լինելու որ չի ասում որտեղ շատ թույլ է եւ այսօր չի կարող շատ ավելի խիստ արտահայտվել կամ ինչ որ խիստ գործողությունների գնալ գազի գինն է մաքսատուրք է չգիտեմ ինչ է դրա համար որտեղ վախենում է կարող է մի քիչ այլ ուղղությամբ գնա դրա համար թե ոչ որտեղ ասելու հարվածը ստանալու է Հայաստանը ոչ ամբողջ ուժգնությամբ Եթե Ռուսաստանը ինքը սրի այդ թեման, ապա Հայաստանը շատ ավելի մեծ ձնագնդի, այսպես էֆեկտով, շատ ավելի մեծ թափով կգնա դեպի կործանում։ Դրա համար Ռուսաստանը դա հասկանում է եւ Հայաստանին այդ կործանման եզրին չդնելու համար ինքը մի քիչ փորձում է հնարավորինս մեղմ արտահայտվել։ Եվ որ ասեց ինչ, ասենք ինչ որ կոշտ հայտարարություններ արեց։ Չէ, դա ենթադրում է ինչ որ շատ ավելի կոնկրետ քայլեր, ազդակներ, չգիտեմ, ինչ որ բաներ, հիմա չասեք, իրենք ներքին գործերին չեն խառնում։ Այսօր աշխարհը կարգը այնպեսին է, որ մարդը վերակենում առավոտը ասում է ես այն երկրի ուժը պատում, ասում է ես այն երկրի նախագահն եմ, կամ ուժը պատում, ասում է դա իմն է։ Հիմա այս աշխարհակարգում բանը, չգիտեմ, ինչ նորմերով առաջնորդվել, ինչ նորմերով են առաջնորդվում, դուք ասեք լավ։ Ուրեմն Ռուսաստանի նախագահ եւ ղեկավարության բոլոր ելույթներում ընդգծվում է նաեւ այս վերջերս այդ որ դեսպանները հավատարմագրեր էին հանձնում Ռուսաստանի նախագահին ընդգծվում է
ՄԱԿ-ի դերը եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դերը։ Այսինքն այն որ աշխարհակարգը փլուզվել է, ես համաձայն չեմ դրա հետ, ԱՄՆ-ն փորձում է փլուզել, Ռուսաստանը դա թույլ չի տալիս։ Հիմա պայքար է գնում, կփլուզվի թե չի փլուզվի։ Ռուսաստանի ձեռնտու է պահպանել ՄԱԿ-ի կողմից ստեղծված կանոնները եւ այդ աշխարհակարգը, որ ՄԱԿ-ի շրջանակներում կա, որտեղ դա է։ Կարծում եք Թրամփին չի հաջողի դա։ Արդեն քանի երկրի Կարծում եմ, որ ոչ։ 50 քանի 8 երկրի ուղարկել։ Կարծում եմ, որ ոչ, ինքը ուզում է նախադեպ ստեղծել։ Այսինքն այս խաղաղության խորհուրդը, որ ինքը ձևավորում է, դեռ դրա մասին եմ ասում։ ինքը փորձում է ձևավորել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ալտերնատիվ մի բան, որտեղ ղեկավարը ինքն է։ Ոչ թե միջազգային իրավունքն է, այլ ինքն է։ Ինքն է, ով կլինի, ով չի լինի, ինչքան պետք է այդ մուծում անեն, որ մտնեն, ինչքան չպետք է անեն, ով իրավունք ունի, ով իրավունք չունի։ Ինքը դա է փորձում հանրային համաշխարհային կարծիքում ստեղծել, որտեղ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չի աշխատում, եկեք այս իմ կողմից ձևավորված խաղաղության խորհրդի միջոցով հարցերը աշխարհում լուծենք։ Ռուսաստանը ասում է ոչ, ես կարծում եմ, որ եթե Ռուսաստանի նախագահը այսպես կարող է կոշտ դեմ չարտահայտվել, բայց ինքը կարծում եմ չի էլ պատասխանի ոչ է կմտնի այդ կազմ, որովհետև այսինքն Տրամփի գլխավորությամբ մտնի այդ կազմ, եթե կա անվտանգության խորհուրդ, որը հենց Ռուսաստանն է ստեղծել։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ստեղծողներից մեկը Ռուսաստանն է, Ստալինն է ստեղծել։ Եվ Ռուսաստանը այնտեղ ունի վետոյի իրավունք։ Պարզ է, որ աշխարհում ոչ մի պետություն, այդ թվում նաև եվրոպական պետությունները չեն ուզենա ՄԱԿ-ի այդ աշխարհակարգի փլուզում, որտեղ այդ դեպքում որոշում կայացնողը մի մարդ է լինում, այսինքն մի երկիր, ԱՄՆ-ն։ Լավրովը իդեպ դրա մասին ասաց աշխարհում կանոնները հաստատում է ոչ թե հավաքական արևմուտքը, այլ հենց Միացյալ Նահանգները։ Նորություն ասեց, գյուտ արեց էլի Լավրովը։ Չէ, գյուտ չի արել։ Հա, ինչ։ Ինքը ուզում է ասի, որ մի տարվեք այն, որ ինչ որ այսպես ասենք Եվրոպան անկախ է եւ մյուս բոլոր հեքիաթներին, որ ԱՄՆ-ն փորձում է աշխարհին հրամցնել։ Պայքարը հիմա կատաղի պայքարը այդ երկու մոդելների միջև է գնում։ Եվ Ռուսաստանը դե հաղթող է դուրս գալու, ես կասկած չունեմ, որտեղ միջուկային զենք ունի։ Եթե չունենար, պարտվել էր բարձը։ Այսինքն ԱՄՆ-ն իր արածը անելու էր, դա միանշանակ։ Ուղղակի ԱՄՆ-ն հիմա փորձում է ուժի միջոցով ասել, որ գիտեք ինչ, եկեք այդ ՄԱԿ-ը հիմա իմ համար գոյություն չունի, Ռուբիոն ասաց, չէ՞, ՄԱԿ-ը այդ ինչ ով է այդ ՄԱԿ-ը, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը։ Իրենք փորձում են այդ նախադեպ ստեղծել, իսկ դա շատ վատ նախադեպ է, դա համաշխարհային պատերազմի նախադեպ է լինելու, որտեղ այդ դեպքում այն կայունությունը, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը եւ ՄԱԿ-ի կանոնադրությունն է ապահովում, դա կխախտվի։ Ինչ որ բանից ոնց որ շեղվեցինք, ինչ որ թեմա ենք խոսում, հետո անցանք ՄԱԿ-ին։ Մտքից տելը կտրվեց։ Լավ։